Ավելի քան 9000 մարտ 2025-ի ընթացքում ստացել է AI կրթություն Ռեարմենիա ակադեմիայի ծրագրերի շրջանակում։ Օրերս Երևանում տեղի ունեցավ ակադեմիայի առաջին համայնքային միջոցառումը, միավորելով ավելի քան 300 մասնակցի Հայաստանի կրթական, տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտներից։ AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող նորաստեղծ Ռեարմենիա ակադեմիան համագործակցում է նաեւ Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների եւ համալսարանների հետ։ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։ Մենք ունենք 3 հիմնական ուղղություն, որով օգնելու ենք հայերին վերափոխվել AI դինամիկ փոփոխվող աշխարհում։ Դա անհատական կրթությունն է, AI-ի տարբեր ուղղություններով, գրագիտությունից մինչև պրոֆեսիոնալ կուրսեր, դրանք կազմակերպությունների կրթությունն է։ Մենք ունենք AI-ի տրանսֆորմացիայի խորհրդատվություն ու երրորդ ուղղությունը դա կրթական տեխնոլոգիան է։ Մենք ունենք AI-ի գործակալների վրա ենք հիմա աշխատում, որոնցով մենք օգնելու ենք անհատներին եւ կազմակերպություններին ցկյանից կրթություն վարել։ Միջոցառման առանցքային պահը ինչպես համընթաց շարժվել արհեստական բանականության հետ թեմայով պանելային քննարկումներ։ Բանախոսների շարքում էր նաև Ամերիա բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։ Իդեպ Ամերիա բանկը թիմակիցներին AI գիտելիքներով զինելու գործընթացն արդեն մեկնարկել է։ Որոշ կազմակերպություններ, ոնց օրինակ Ամերիա բանկը, իրանք պիոներներ են այս կրթվելու ոնց որ գործում, ու օրինակ Ամերիա բանկի հետ արդեն քանի ամիս է, այտենց կրթական process ենք սկսել բոլոր թիմակիցներին, որ 2000-ից ավել են 100 հոգանոց խմբերով ինտենսիվ AI գրագիտության դասընթացներ ենք տալի։ Բոլորի համար արհեստական բանականության գործիքներ կան, հենց իրանց գործը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Մեզ համար շատ կարևոր է, որ այսօր այս գիտելիքը դառնա բոլորի համար հասանելի գիտելիք, եւ սա ոչ միայն կազմակերպության հաջողության, այլ նաեւ անհատական հաջողության կարևորագույն ինստրումենտ է այսօր։ AI-ը այսօր մեծ հնարավորություն է ստեղծում տեխնիկական, մեխանիկական աշխատանքը արագ ավտոմատացնելու եւ հնարավորություն տալու մարդկանց ավելի շատ կենտրոնանալ ստեղծագործ մտքի, ստեղծարար աշխատանքի, մարդկային հույզերի, հարաբերությունների, արդյունավետ համագործակցության եւ ստեղծարարության վրա։ Ռեարմենիա ակադեմիան միջոցառման ժամանակ հայտարարեց նաև ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ընկերությունը $670,000 է ակադեմիան հայտարարում է միջազգային շուկա դուրս գալու մասին, Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։ Ակադեմիայի ուշադրության կենտրոնում մարդակենտրոն AI-ն է, որը բազմապատկում է ստեղծարարությունը, ուսուցումն ու զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Արհեստական բանականության կիրառությունը ամեն մեկից 5-ից 10 անգամ ավելի արդյունավետ դարձնում։ Այսինքն պայմանական ասած 3 միլիոն հոգանոց ժողովուրդը եթե բարձր մակարդակի AI գրագիտություն ունի, ասենք ոնց որ մի 10-15 միլիոն պլյուս ուրեմն բնակչությամբ ժողովրդի արժեք կարա ստեղծի։ Համախառն ներքին արդյունքի հնայի վրա AI օգտագործումը ուղիղ ազդեցություն ունենալու, այսինքն հեռանկարները շշմելու են։ Ու առհասարակ մի քանի տասնյակ տարի հետո, որ երկիրը լինելու է, որը չի լինելու, որն է հզորելնելու, որը թույլ, այս ամեն ինչը կախված է նրանից, թե այսօր որ երկիրը ինչ տեմպերով արհեստական բանականության գործիքները կսկսի սերտել, օգտագործել։ Համայնքի հանդիպման ժամանակ ես ներկայացրեցի մի քանի միջազգային ինդեքսներ, որոնք արդեն կա են Stanford-ի կողմից, IMF-ի կողմից, Dorqa Medial Global-ի կողմից, այդ բոլոր ինդեքսները համեմատում են տարբեր երկրներ 4-ից մինչև 7 տարբեր առանցքներով եւ հասկանում են, թե ինչպես են երկրները առավել արագ ադապտացում եւ օգտագործում AI-ի առավելությունները։ Հայաստանը կայուն միջին դիրքերում է։ Դա եւ լավ եւ վատ նորություն է։ Լավ նորությունը նա է, որ իրականում մենք եթե հիմա առավել ուշադիր լինենք, մենք կարող ենք թռիչքային աճ ապահովել եւ գտնել մեր նիշան ու այնտեղ զարգանալ։ Մեր օրերում, երբ տեխնոլոգիաների զարգացումից անհարկի վախ կա, մասնագետները հատուկ ընդգծում են, վախենալ պետք է ոչ թե տեխնոլոգիաներից, այլ դրանք կիրառել չկարողանալուց։ Հանգիստ եղեք, ռոբոտի կառավարման վահանակը մարդու ձեռքում է։